Բարի երեկո, լուրերի թողարկումն է Ազատության եթերում, այսօրվա թեմաներն են։ Վարչապետ Փաշինյանը վերահաստատում է Պուտինի պահանջով հանրաքվե չի անցկացնելու, պնդելով, թե այս պատմությունից կտուժի նախ Եվրասիական միությունը։ Ծառուկյանի պարապուրդի մատնված աշխատակիցները շարունակում են ցույցերը, ինքը չի կորցրել արդարության հույսը։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Վարչապետն իրավապահներին կոչ է անում զբաղվել իր նախկին աշխատակից Դրմեյանով, որը հեծի արբիտրաժային գործով էր զբաղվում։ Իմիջիայլոց որևէ մեկը հետաքննել է այդ մարդու գործունեությունը։ 14-ամյա պատանին, որ հայտնել էր, թե ընդմիշտ հեռանում է տանից, հայտնաբերվել է Գառնիի տարածքում։ Ես տենց չէի մնալ։ Հրադադարը մեկ շաբաթ էլ չտևեց, Միացյալ Նահանգներն ու Իրանը կրկին օդուժին են դիմել։ Սկսենք հայ-ռուսական հարաբերություններից, որ հակառակ իշխանությունների կանխատեսումներին, ընտրություններից հետո ոչ թե կարգավորվում են, այլ ճգնաժամն ավելի է խորանում։ Անգամ վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Պուտինը չշնորհավորեց նրան, իսկ հայկական արտադրանքի վրա պատժամիջոցները միայն ընդլայնվում են, հայերի առջև փակելով միլիոնների շուկան բերքի ամենաթեժ սեզոնին։ Սրան էլ գումարվում է երկաթուղու հարցը։ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից ընդամենը 3 օր անց Հայաստանի վարչապետն ուղիղ հայտարարում է. հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա։ Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում պնդում էր, թե Երևանը պայմանագրի միակողմանի չեղարկման պլան չունի եւ Մոսկվայի թիկունքում քայլեր չի անի, այժմ ակնարկում է իրավական որոշումների մասին։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ Բարեկամական ձևով։ Բայց նաև մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Թե ինչ որոշումների մասին է խոսքը, վարչապետը չբացահայտեց։ Նա նաև չհստակեցրեց, արդյոք սպառվել է հարցը բանակցություններով լուծելու հնարավորությունը, քանի որ արդեն հայտարարում է միջազգային արբիտրաժ գնալու մասին։ Կոնցեսիոն պայմանագրով վեճը միջազգային տրիբունալ է մտնում միայն փոխադարձ համաձայնության ձախողումից հետո։ Հարց է առաջանում Փաշինյանն ու Պուտինը իրենց վերջին հեռախոսազրույցում քննարկել են արդյոք երկաթուղու ապագան։ Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Դա մեր սեփականությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլընտրանք չկա սրան։ Հայկական երկաթուղին ռուսական կառավարմանն է հանձնվել 2008 թվականին 30 տարով։ Ռազմավարական նշանակության ընկերությունը հետ վերցնելու եւ այլ երկրի փոխանցելու մասին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այս տարեսկզբին։ Փաստարկն այն էր, որ ռուսական կառավարման պատճառով երկաթուղին կորցնում է մրցակցային առավելությունները։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Մոսկվան կտրուկ մերժեց կառավարման փոխանցումը, իսկ Երևանը հայտարարեց, որ քննարկումները կշարունակվեն, մինչև կարողանան գալ համաձայնության։ Արդյոք վերջին ամիսներին սրված հայ-ռուսական հարաբերություններն ու Մոսկվայի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներն են պատճառը, որ վարչապետն այսօր երկաթուղու թեմայով խոսույթն ավելի կոշտացրեց։ Պարզ չէ, փոխարենը Փաշինյանը վերահաստատեց. հաջորդ շաբաթ մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Հարթակա, որտեղ բնականաբար ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Ասեն եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է եւ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։
Նիկոլ Փաշինյանը, որ քարոզարշավի փուլում հայտարարում էր, թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն չկա, իսկ հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները կապում էր ֆիտոսանիտարական խնդիրների հետ, այսօր արդեն ստեղծված իրավիճակին այլ բացատրություն տվեց։ Ըստ վարչապետի, Ռուսաստանը խնդիր է տեսնում Հայաստանի այլ երկրների հետ սկսած ռազմավարական համագործակցության մեջ։ Ու թեև Մոսկվայից հայտարարում են, թե ընդունում են քաղաքական ու տնտեսական այլընտրանքներ փնտրելու Երևանի իրավունքը, միևնույն ժամանակ հորդորում են ընտրությունն անել արագ։ Ես ասում եմ, այն այլընտրանքը դեռ ձևավորված չի, սկսվել այլընտրանքը ձևավորելու process-ը, կձևավորվի այլընտրանքը, հիմա ազնիվ չի լինի, որ մենք մեր ժողովրդի առաջ հարց դնենք, դուք չձևավորված այլընտրանքը ուզում եք թե չեք ուզում, որտեղ մեր ժողովուրդը լիքը հարցեր կտա, որոնց պատասխանները մենք այսօր չունենք։ Կգնանք, կաշխատենք այդ հարցերի պատասխանները կձևակերպենք, կվերադառնանք եւ մեր ժողովրդին կհարցնենք։ Այս շաբաթասկզբին ընտրություններից հետո Կրեմլի ղեկավարի հետ առաջին հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանն ընդգծել էր, որ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են ինչպես երկկողմ պայմանագրերին, այնպես էլ ԵԱՏՄ կարգավորումներին։ Նա Պուտինին խնդրել էր միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար։ Մոսկվանի պատասխան միայն կրկնեց, Ռուսաստանի նախագահը վերահաստատել է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Նման հարցով հանրաքվե անելու համար Հայաստանը պետք է գոնե դիմաց լինի, ել չեմ ասում առավել տրամաբանականը, որ Հայաստանը գոնե անդամության տեխնացուի կարգավիճակ ունենա։ Կամ արդեն այդ հարցը լինի օրակարգում, այդ ժամանակ շատ տրամաբանական կլինի իրականացնել հանրաքվե այդ հարցով եւ անհրաժեշտ կլինի։ Հայաստան-Ռուսաստան լարված հարաբերությունների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը այսօր հիշեց Բելարուսի նախագահին։ Հայաստանին ուղղված նրա հայտարարություններից մեկը մեջբերելով ընդգծեց. Հայաստանի Հանրապետությունը ում էր ինչ արել, որ Բելարուսի նախագահը հայտարարի, որ գիտեք ինչ, դե Հայաստանը ում է պետք։ Ինչն էր վատ արել, Հայաստանի վատություններ արել ինչ որ մեկին։ Բելարուսին վատություններ արել Հայաստանի Հանրապետությունը։ Ոնց կարելի է երկրի, ինքնիշխան երկրի մասին այդպես խոսալ։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ումա պետք Հայաստանի Հանրապետությունը։ Սրան հետևեց լրագրողներից մեկի հարցը։ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ամեն անգամ, երբ հարց ենք հնչեցնում, դուք հիշում եք Լուկաշենկոին, այնպեսի տպավորություն է, ասես Պուտինի մուրը Լուկաշենկոից եք հանում։ Ես մուռ չունեմ, որ հանեմ։ Ընտրություններից հետո ճաղերի հետևում հայտնված Գագիկ Ծառուկյանը դեռ առերեսվում է իրանցիների հետ, որոնք ցուցմունք են տալիս, թե Բարգավաճ Հայաստանի առաջնորդն իրենց թալանել է։ Ծառուկյանն էլ իր հերթին պնդում է, որ այս գործով ոչ թե մեղադրյալի, այլ տուժողի աթոռին պիտի լիներ։ Վարչապետը դեռ քարոզարշավին էր խոստացել ունեզրկել ու բանտ ուղարկել միլիոնատիրոջը, որի կուսակցությունը խորհրդարանից դուրս մնաց հաշված ձայների տարբերությամբ, ունեցվածքի մի մասն էլ արդեն անցել է պետությանը։ Հարկ ունենք, վարկ ունենք, կոմունալ ունենք։ Մի ամիսա մենք չենք աշխատում, մեր վարկերի օրնա, երկու օր հետո չգիտենք ինչ պետք է անենք։ Ղեկավարները մեզ ոչ մի բան չեն ասում։ Երբ կաշխատենք, ոնց կլինի, ինչ կլինի։ Ժողովրդի մասին մտածող չկա։ Չգիտենք աշխատել ենք, թե չէ, շարունակելու մեր աշխատանքը, թե գնանք ուրիշտեղ աշխատանք ընտրենք։ Դե մի թողան ասեն, այդ հարցը երբ են լուծում իրանք։ Կառավարությունը թող լուծի այդ հարցը։ Ոչ մեկը իրավասու չի, իջնի այս ժողովրդին պատասխան տա։ Մի գործարան, որ չաշխատի պետությանը հարկ ու թուրք չտա, մարդկանց աշխատավարձ չտա, դա խնդիր չի, բալոնվել են ու վերջ։ Հետո ինչ-որ մեկը կարա ասի, ույքագրում են անում, ինչ են, լա չարեցին, ես մի ամիս արդեն լինում։ Եկել ենք ստեղ ուզում ենք մեկը իշտի, ասի գնացեք տուն, բանկերի հարցերը ձեր լուծածը, այդ էլ օրինակ եմ ասում, սեպտեմբերի 1-ին կբացվի, մենք էլ իմանանք ինչ անենք։ Մեր երեխեքին տեղավորենք, սաներին տեղավորենք ժամանակավոր ինչ-որ տեղ։ Բանկերի հարցերը լուծեք ժողովուրդ։ Վաղը գալու ենք հացի խնդիր ասենք, երեխեք։ Ստոպ եք տվել հանուն չի։ Մեզ չի հետաքրքրում մանրամասը, բայց մեր աշխատանքը եք ստոպ տվել։ 15-ին աշխարհի մրցումների ենք, մենք այդ երեխեքին բակերում ենք մարզում։ Մենք այդ երեխեքին համոզում ենք, որ իրանք մարզվում են, ընդհանրապես։ Ոչ մի աշխատատեղ չի փակվել, հիմա նույն Արադ ցեմենտում ընդհատվել էր process-ը, հիմա շարունակվում է, հիմա նաև ժամանակավոր կառավարիչ կնշանակվի, բոլոր տեղերը, որտեղ անհրաժեշտություն կա որոշակի կասեցում, մի քանի օր ինչ-որ մի ժամանակաշրջան կբացվեն կաշխատեն։ Մեր նպատակը աշխատատեղեր փակելը չի։ Ես նախընտրական շրջանում խոստացել եմ, չէ՞ մարդկանց, որ այդ թալանածը հետա բերվելու։
Հիմա հետ է բերվում։ Որովհետև 8-9 տարի հետո ինստիտուտներ են ձևավորվել պետական։ Ինստիտուտներ են ձևավորվել։ Ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործերը, վարույթները սկսվել են 2 տարի առաջ։ Եվ 2 տարի ոչ թե ձգձգվել է, ինքը համադրական դատարանի որոշում ա եղել այդ ընթացքում, իրավակիրառական պրակտիկայի հաստատում ա եղել այդ ընթացքում, ոչ մի բան ոչ արագացվել է, ոչ էլ դանդաղացվել է կիրառման իմաստով։ Ես համաձայն եմ, ես ինքս էլ արտահայտվել եմ, որ ինստիտուտների ստեղծումը գուցե ավելի դանդաղ ա եղել, քան կարելի էր անել։ Ինչ եմ արել։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ Ծառուկյանի հիմնարկների կապված թալանածը հետ ա բերում։ Ծառուկյանը ասեմ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Այս բան գոյություն չունի։ Իրավապահները զբաղվում են վարչապետի նախկին աշխատակից Լիպարիտ Դրմեյանով Նիկոլ Փաշինյանի ասուլիսից րոպեներ անց, երբ նա նախկին պաշտոնյայի դեմ հաղորդում ներկայացրեց։ Կառավարությունում Դրմեյանը զբաղվում էր այդ թվում էլ ցանցերի արբիտրաժային հարցով, աղմկահարույց պաշտոնանկությունից հետո նա միացել է ընդդիմադիր Արման Թաթոյանի թիմին ու այսօրվա զարգացումները քաղաքական, ոչ թե իրավական է համարում։ Որևէ մեկը հետաքննել է այդ մարդու գործունեությունը։ Միեդում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանի Նիկոլ Փաշինյանը կասկածում է կոռուպցիայի համար։ Վարչապետը դրա մասին հայտարարում է Դրմեյանի պաշտոնանկությունից 1 տարի անց, երբ նա արդեն ընդդիմադիրների շարքերում է։ Հիշում եք այստեղ ինչ խոսակցություններ տեղի ունենում, որ արբիտրաժը, բանը, հեցի նախկին սեփականատերերը, բաները կալուգացին արբիտրաժում հաղթել է։ Երբ որ այս շենքում պարզվեց իրանք մարդուն էին, այդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում ասում եք կոռուպցիա, բայց կոռուպցիա չի։ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ կոչ արեց իրավապահներին, որ ուսումնասիրեն Լիպարիտ Դրմեյանի ունեցվածքն ու կապերը։ Վարչապետին անհանգստացնում է, թե ինչու էր միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը Սամվել Կարապետյանին պատկանող հեծի գործով կառավարության դիրքորոշմանը հակասող պնդում անում։ Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին, հնարավոր, չգիտեմ։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն։ Ոնց կարա պարզի, որ շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ ա եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը։ Փաշինյանի կառավարությունը միլիարդատեր Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո սկսեց նրան պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման գործընթացը։ Կարապետյանի պաշտպանական խումբը դիմել էր արբիտրաժային դատարան, ու դատարանը միջանկյալ որոշման պահանջել էր Հայաստանի ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել հեծի կառավարման մարմիններն ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ։ Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց այդ պահանջները կատարել, մինչդեռ վարչապետի ենթակայությամբ գործող միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը պնդել էր, որ միջազգային դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման։ Պետք է արձակը իրավական գնահատականի, հետո գնացել է հայտնվել եռագլուխ կուսակցության պոչի ցուցակի մեջ։ Այս պատահական է։ Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս, թող տրոյական ձիու գործունեությունը քննեն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննելա կոռուպցիա, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից, քննել են այդ դեպքը, թե չեն քննել։ Փաշինյանի այս պահանջից 1 ժամ էլ չէր անցել, գլխավոր դատախազությունը ընթացք տվեց վարչապետի հաղորդմանը։ Մինչ այդ Լիպարիտ Դրմեյանը ազատությունից տեղեկացավ վարչապետի իր դեմ ներկայացրած հաղորդման ու կասկածների մասին, ավելի ուշ ֆեյսբուքյան գրառման արձագանքեց։ Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո կառավարությունը ԵՍՄ-ը հիշել է ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն ու դրանք կառավարությունը ԵՍՄ-ը դեռ ստիպված է լինելու հերքել։
Կարճ կասեմ, ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի եւ այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Լիպարի Դրմեյանը գործադիրի ղեկավարի հաղորդումը կապում է իր ընդդիմադիր գործունեության հետ։ Իրենք նույնիսկ տես չեն, իրենց կրծքին փակցված այդ նարնջագույն պլաստմասից Հայաստանի Հանրապետության պատկերին։ Նա միացել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թիմին։ Միասնության թևեր կուսակցության նախընտրական ցուցակում էր։ Նախընտրական բանավեճերին էր մասնակցում ու քննադատում Փաշինյանի կառավարությանը։ Ընտրություններից հետո արդեն երբ Միասնության թևերը սահմանադրական դատարանում վիճարկում էր արդյունքները, կուսակցությանը ներկայացնում էր Դրմեյանը։ Ցավեշտն այն է, որ այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետևում է սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակի ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչ միջոցներ էին կիրառվել քաղաքացիական պայմանագրի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։ Իրավունքը եւ արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ կառավարությունը դու չես։ Նիկոլ Փաշինյանը Լիպարի Դրմեյանի այս խոսքերին դեռ չի արձագանքել, մինչև օրվա վերջ իրավական այլ զարգացումներ էլ չեղան։ Կառավարությունը ես եմ։ Չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա։ Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե ոչ ես ինքս նրանց կհանեմ։ Լիպարի Դրմեյանը պաշտոնից ազատվեց 11 ամիս առաջ։ Պաշտոնակությունից մեկ օր առաջ էլ Փաշինյանը հայտարարել էր կառավարությունն ինքն է ու եթե կան մարդիկ, որ իր դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն։ Գրեն շենքերից դուրս գան, եթե ոչ ես ինքս նրանց կհանեմ։ Միրգ Բանջարեղենից ու կաթնամթերքից բացի ռուսական սահմանափակումների տակ են նաև հայկական ձկները, տոննաներով ապրանքը մնացել է սառնարաններում։ Կառավարությունը թեև այսօր փոխհատուցում հատկացրեց ձկնարտադրողներին, բայց Ռուսաստան արտահանման հարցը դատելով պաշտոնական հայտարարություններից դեռ չի լուծվի։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց, որտև ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա։ Վարչապետները կարող են մաքուր կարմրախետ ուտել, գետերից բերել իրանց համար, ես չգիտեմ, բայց 8 միլիարդը ուտում է, ու մենք որակով առաջիններից ենք։ Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը թեև իր խոսքով վաղուց աճեցված ձուկ չի ուտում, բայց եւ այնպես կառավարությունն այսօր որոշեց աջակցել ռուսական պատժամիջոցների տակ հայտնված ձկնարտադրողներին։ Էկոնոմիկայի նախարարը նիստում տեղեկացրեց, որ աջակցություն կտրամադրվի 135 տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի եւ թարապի բուծմամբ, ինչպես նաեւ բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ։ Ընդհանուր 450 միլիոն դրամի փոխհատուցումից օգտվելու համար սակայն նախապայմաններ կան։ Նախ ընկերությունները պետք է լինեն ավելացված արժեքի հարկ վճարողներ եւ հետո ձկնարտադրողի ձեռք բերած գերը պետք է լինի սերտիֆիկացված ԵԱՏՄ եւ ԵՄ չափանիշներին համապատասխան։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ 2026-ի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկնակերի 1 ամսվա միջին գնի 20%-ի չափով։ Կառավարությունը հաշվարկել է, որ 1 կիլոգրամ ձկան արտադրության համար ծախսվում է միջին հաշվով 1.25 կիլոգրամ կեր, իսկ ձկանկերի 1 կիլոգրամը 900 դրամ է։ Այս հաշվարկներով էլ փոխհատուցումը կտրվի։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Փոխհատուցման որոշումից առաջ սակայն Փաշինյանը որոշեց խոսել ոլորտի խնդիրների մասին, օրինակ որակի։ Շեշտեց, թե իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը, բայց որակական ստանդարտի խնդիր կա։ Որտեվ նախ պատահում է անբնական ինչ որ ձկան հետ առնչում ես, տենում ես ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ որ տարօրինակ եւ անտրամաբանական։ Ասենք սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք։ Եվ մենք Հայաստանի ներսում է սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք։ Ձկնարտադրությամբ զբաղվող Max Fish ընկերության ղեկավար Արմեն Կարապետյանը հակադարձում է, մարդկանց մեծ մասը հնարավորություն չունի վայրի սաղմոն կամ Արկտիկայից բերված թանկարժեք ձկնամթերք ուտել, հետևաբար ըստ գործարարի երկրի բնակչության մեծ մասը ստիպված է նախընտրել աճեցված ձկնամթերք։ 6 միլիոնա ձուկ է հենց հիմա ինձ մոտ լողանում, եթե 6 միլիոնից մի հատ ցույց կտակ, թե շարպեր լողացող,
Բա ինչու մեր վարչապետը աճեցված ձկները չի հավանում։ Դե ուրեմն ուրիշի մոտից են գնել, հարազատ ես չեմ կարող ասել ինչի համար։ Մաքս Ֆիշի տնօրենն ասում է, որ իհարկե շնորհակալ է կառավարությանը 20% փոխհատուցման որոշման համար, թեև նշում է, որ էկոնոմիկայի նախարարության հետ պայմանավորվել էին 30%-ի մասին եւ պետք է հաշվարկվեր ոչ թե 2026-ի առաջին կիսամյակի, այլ 2025-ի 12 ամիսներին օգտագործված կերի միջինացված թիվը։ Եթե 20% տալիս են, դրա համար ես շատ շնորհակալ եմ։ Էլի, որ չտային ինչ պետք է անեն։ Կառավարության այս փոխհատուցումը, սակայն ըստ ձկնարտադրողի, իրենց սնանկությունից չի փրկելու։ Անհրաժեշտ է լուծել արտահանման հարցը։ Ծիածանափայլ իշխանիի եւ Սիբիրյան թարափի արտադրությամբ զբաղվող Մաքս Ֆիշի տնօրենն ասում է, որ այս պահին 1000 տոննա ձուկ ունեն արտահանելու, բայց դեռ չգիտի ուր։ Ընկերության հիմնական շուկան Ռուսաստանն էր, որը հունիսի սկզբից արգելել է հայաստանյան ձկնամթերքի ներմուծումը։ Այժմ փորձում են ելքեր փնտրել եվրոպական շուկաներ դուրս գալու համար, բայց դրա համար ժամանակ է պետք։ Դա լուծում չի, որովհետև արտանում է, եթե չեղա, ոլորտը փակվելու է։ Ձկնամթերքի որակից բացի վարչապետն այսօր կառավարության նիստում բարձրացրեց ընդհանրապես այս ոլորտի արդյունավետության հարցը, համեմատության մեջ դնելով բնությանը հասցված վնասներն ու ստացված օգուտները։ Փաշինյանը պեկից է պարզել երկրի անգին ռեսուրսը արտեզյան ջրերը սպառելով ձկնաբուծական ոլորտը տարեկան միայն 2.5-ից մինչև 3 միլիարդի հարկ է վճարում։ Շատ լավ է, որ աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ։ Ինչի է տարեկան հարկային եկամուտը 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Վարչապետը չբացառեց, գուցե այս ոլորտում ստվեր կա, հետևաբար փոխհատուցումը կտան, բայց ստվերի հետևից էլ կգնան։ Այս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա։ Մենք այս ստվերի հետևից պետք է գնանք։ Ձկնարտադրությամբ երկար տարիներ զբաղվող Մաքս Ֆիշի տնօրենն ասում է, որ չի կարող խոսել ներքին շուկայի ստվերի մասին։ Ինքն իր ապրանքը ամբողջությամբ արտահանում է եւ մեծ հարկ էր վճարում։ Միայն անցած տարի 800 միլիոն դրամի հարկ է վճարել։ Անցած տարի 800 միլիոն, նորմալ է։ Զարգացնելով ձկնաբուծության ոլորտին առաջվող բնապահպանական թեման, վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հիշեցրեց, որ արտեզյան ջրերը փակ համակարգով օգտագործելու մասին կառավարությունը նախորդ տարի որոշում էր կայացրել, սակայն դատարանի միջոցով ձկնաբույսները զրոյացրեցին իրենց այդ որոշումը։ Արդյունքում ըստ վարչապետի շարունակվում է արտեզյան ջրերը հանելու եւ դրենաժով դրանք Հայաստանից դուրս ուղարկելու գործընթացը։ Վարչապետը շեշտեց, ինքը դեմ է աջակցել մի ոլորտի, որը չի զարգանում եւ տեղում կանգնած է։ Մարդիկ գալիս են մեր մոտ, կառավարության մոտ ցույց են անում, մենք էլ կարանք ավելի հաճախ գնանք իրանց մոտ, ցույց չենք անի, գնանք տեսնենք ոնց են աշխատում։ Ձկնարտադրողները սակայն այս հարցում էլ համաձայն չեն կառավարության հետ, պնդում են, եթե անգամ արտեզյան ջրերը իրենք չօգտագործեն, դրանք միևնույն է, նույն ձևով հոսելու են Հայաստանից դուրս։ Եթե այդ ջրերը փակեն, ինչ են անելու, հարցնում է գործարարը։ Ինչ վերաբերում է ձկնաբուծության փակ համակարգին անցնելու եւ ավելի քիչ ծավալով ջուր օգտագործելու կառավարության դիրքորոշմանն, ապա Կարապետյանը վստահեցնում է, եթե ջրի ծավալները քչացվեն, ձկան որակը ընկնելու է եւ այն այլևս չի սպառվելու։ Ես չեմ պատրաստվում իրենց ածած համակարգով պահելու։ Թող մեզ ժամանակ տան, բանկրոտ անեն, գրավի առարկան իմ տունն է, տունն էլ կտամ իրանց բանկերին, ինչ ունեմ, այդ գոնե ձուկը թույլ տան վաճառենք եւ մեր վեշերը հավաքենք այս երկրին։ Իդեպ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրեց, որ ջրօգտագործման իրավունքները տնտեսվարողներին տրված են կոնկրետ ժամկետով եւ ձկնարտադրողներին արդեն տեղեկացրել են, որ այդ ժամկետի ավարտից հետո նրանք այլևս նույն ծավալով ջուր օգտագործելու հնարավորություն չեն ունենա։ Այսինքն առաջիկայում ձկնարտադրողներին կտրվեն ավելի քիչ ծավալով ջրօգտագործման իրավունքներ, արտեզյան ջրի սպառումը կրճատելով շուրջ 36%-ով։ Թե ընդհանուր այս միտումը ինչպես կազդի ոլորտի զարգացման վրա, փոխվարչապետը չհստակեցրեց։ Այս օրերին Թուրքիայում Հայաստանի սահմանակից բնակավայրերում է հայ լրագրողների խումբը։ Հարաբերությունների հնարավոր կարգավորումը, որ առայժմ միայն հայտարարությունների մակարդակում է առանց սահմանների բացման, հիմնական թեման է, բայց հայերի աչքից չի վրիպում տեղի հայկական ժառանգությունը։ Հետևում անի պատմական կամուրջն է, այստեղից էլ մեր գերագույնը տեսանելի է։ Պատմական կամուրջը վերականգնելու պայմանավորվածություն նույնպես կա կողմերի միջև, սակայն առայժմ աշխատանքներ չեն իրականացրել։
ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացման ընդառաջ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի Անկարայում արած այս հայտարարությունից արդեն ավելի քան 3 տարի է անցել, սակայն առայժմ ոչ հայ-թուրքական սահմանն է բացվել, ոչ էլ կամուրջը վերանորոգելու սիմվոլիկ քայլն է իրականություն դարձել։ Իսկ որքանով է պաշտպանված հայկական ժառանգությունը սահմանամերձ այս շրջանում։ Բաղրատունիների մայրաքաղաք մտնելիս տեղեկատվական ծանոթագրություններում թեև գրված է Անիի հայկական ծագման մասին, այդուհանդերձ հենց դարպասի հետևում ծանոթագրական տեքստը սելջուկ թուրքերի արշավանքը Անիի գրավումն ու այդ մասին Էբուլ Մենուչերի թողած արձանագրությունն է հիշատակում, սակայն քիչ այն կողմ գտնվող հայերեն արձանագրության մասին հիշատակում չկար։ Հայկական եկեղեցիների անվանումները թեև ներկայացված են, սակայն պատմությունը ներկայացնող ծանոթագրական պաստառներ քիչ են հանդիպում։ Արվեստի պատմաբան լրագրող Իբրահիմ Սուլեյմանովլուի խոսքով ոչ ոք չի հերքում, որ Անիի եկեղեցիները հայկական են, այդուհանդերձ ըստ նրա այստեղ ներկայացնում են տարբեր շրջանների պատմությունը։ 1044 թվականին այն անցել է Բյուզանդիային, իսկ 1064-ին եկել են սելջուկները։ Նրանք գրավելով տարածքը տաճարը մզկիթի են վերածել։ Այդ պատճառով այն հայտնի է նաև որպես Ֆեթիե մզկիթ։ Այսինքն խոսքը վերաբերում է պատմական տարբեր ժամանակաշրջաններ ներկայացնելուն։ Անիի մայր տաճարում Սուրբ Փրկիչ եկեղեցիում վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Թե երբ կավարտվեն տարիներ առաջ մեկնարկած աշխատանքները, պարզ չէ։ Փորձագետի խոսքով նպատակը ոչ թե վերակառուցելն է, այլ պահպանումը։ Անիում հայկական մշակութային ժառանգության հետքերը բավական շատ են, եւ դրանք հազվագյուտ օրինակներ են։ 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելը լրացուցիչ մշակութային պաշտպանություն է տալիս այս տարածքին ու նպաստում, որ պահպանման աշխատանքները շարունակական լինեն։ Կոնսերվացիայի նպատակն է այն պահպանելն իր ներկայիս վիճակով եւ հետագա փլուզումները կանխել։ Մենք նաեւ ժամանակավոր երկաթյա կոնստրուկցիաներ ենք տեղադրել տաճարի ներսում, կառույցի ամրությունն ապահովելու եւ անվտանգ ուսումնասիրություններ կատարելու համար, սակայն դրանք մշտական չեն։ Իսկ հնարավոր է վերականգնել ավելի քան 1000 տարի առաջ կառուցված Անիի մայր տաճարի գմբեթը։ Իբրահիմ Սուլեյմանովլուի խոսքով շատ բարդ ճարտարապետական խնդիր է։ Եթե ժամանակակից նյութեր, բետոն, երկաթ կամ ցեմենտ օգտագործեն, ծանրությունը կավելանա եւ կխախտի տաճարի պատմական ինքնատիպությունը։ Վերականգնումը պետք է իրականացնել բնօրինակին մոտ նյութերով, օրինակ տուֆ քարով ու հատուկ կրաշաղախով։ Որոշումները գիտականորեն հիմնավորելու համար ինստիտուտները այժմ ուսումնասիրություններ են անցկացնում։ Անիի մայր տաճարը շրջանի միակ եկեղեցին չէ, որը հետագայում մզկիթի է վերածվել։ Ավելի քան 1000 տարի առաջ կառուցված Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին մահմեդականների աղոթատեղի են դարձրել ընդամենը տասնամյակներ առաջ։ 14-ամյա Վահեի պատմությունը, որ առավոտից լարված ապրումների մեջ էր դրել հայաստանցիներին, ողբերգական վերջին մի քանի դեպքերից հետո։ Տանեցիներին գրություն թողնելով, թե որոշել է ճգնավոր դառնալ պատանին, հեռացել էր։ Որոնումները երկար չտևեցին, ճգնելու համար դեռ վաղ է, Վահեն ողջ եւ առողջ, աշնանը կվերադառնա դպրոց։ Դե ես առավոտը գետի մոտ եմ, մի հատ մարդ տեսավ, եկավ ինձ, ասեց քեզ ման են գալի, ու տենց գնացի։ 14-ամյա Վահեին այսօր կեսօրից հետո գտան Գառնու սարերում։ Երեկ առավոտ էր տնից դուրս եկել ըստ հրաժեշտի գրության ճգնավոր դառնալու ծրագրով, բայց տղան այդ մասին հիմա չի խոսում։ Ուղղակի որոշեցի գնամ մի քիչ մանգամ, հետո էլի հետ գամ։ Ու որոշել էր, որ վաղը տուն կգնա, բայց գտան այսօր։ Մի եկեղեցու տարածքում է քնել գիշերը, ասում է գազանների չի հանդիպել, կայծակ էր միայն։ Գիշերը մնացել եմ, տենց մի քանի ժամ քնել եմ, հետո էլի զարթնում եմ։ Էլի ես տնից գնալու դեռ չէ, ժպտում է Վահեն, որ նա տնից դուրս է եկել հրաժեշտի նամակով, առավոտյան տարածվեց։ Իր 9 էջանոց նամակների մեջ մենք գտանք մի հատված, որտեղ գրած էր ես կլինեմ Գառնու սարերում եւ կդիմավորեմ լուսաբացը։ Առավոտյան ես աշխատանքի էի գնում, ինքը շատ ուրախ էր։
ինձ փաթաթվեց, պաչեց, հա, միշտ ես եմ իրան փաթաթվել, պաչել, բայց այդ օրը մի ուրիշ ձևով ինձ փաթաթվեց, պաչեց, գրկեց, ես էլ իրան գրկեցի, Վահե ջան ասեցի, դե գնում եմ ես աշխատանքի, մինչև կվերադառնամ, դե գրելա, որ ուզում է ճգնավոր դառնա, Գառնիի սարերն է գնալու։ Վահեն շապիկ է հագնում ու խորան բարձրանում արդեն 2 տարի, դպիր է Նորքի զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դե ինքը ինտերնետով բացում էր, սրբերի վարք էր կարդում, ուսումնասիրում, երևի այդ ազդեցության տակ է էլի, մենք իրան չենք ստիպել ընդհանրապես, ինքը իրանով է էլի այդ ամեն ինչը, ինքն է գնացել ուզել ծառայի եկեղեցում, մենք չենք ստիպել։ Առավոտից էին ոստիկանները գործի անցել հենց Վահեի նշած Գառնու սարերում, նաև Հայաստանի մյուս վանական համալիրների տարածքում էին փնտրում։ Առավոտյան ավտոբուսի վարորդի զանգը հաստատեց տղան Գառնու հատվածում է։ Առավոտյան զանգեց ավտոբուսի վարորդը, ասեց, որ ես այդ երեխային ես եմ բերել գողտ, որը իջել է երկրորդ լցակայանի մոտ։ 266 համարի ավտոբուսով Նորքի զանգվածից հասել է Գառնի, անցել մինչև Գողթ։ Բենզալցակայանի տեսախցիկի կադրերում տեսնում ենք ավտոբուսից իջել ու արդեն հոգնած քայլում է տղան, մի տեսակ հստակ ուղղությունը չպատկերացնելով։ Նրա ծնողները այս տարածքում սպասում էին Գառնու ձորից սպասված լուրի։ Այսօր պիտի գտնվի, այսօր։ Րոպեներ անց Վահեի հայրը զանգ ստացավ, գտել են։ Ալո, սակուլ գտել եք։ Սակուլը չի արեննա, սակուլին հետո Հո չի փախնում, մախնում։ Չէ, գալիս է խելոք։ Վայ, всё, փարքած։ Հիմա ասել եք այդ մարդը ձեռից բռնի պահի տեղ չթողի։ Հա, ձեռը բռնելա, բացելա, մենք այդ խոսացինք, ասենք հանգիստ բարի հանգարտ բան չանես, ասեցա հանգիստ։ Լավ, հա, սիմֆոնիա, հա։ Ես գիտեի, որ գտնեմ, ես իմ մեջ սենց ուցը հանգստություն կար։ Տիկին Գայանեն հենց իմացավ, որ որդին գտնվել է, սկսեց բարկանալ նրա վրա։ Այդ որ հրեշտակը հուշեց 14 տարեկանում վանք գնալ ճգնելու։ Ճգնավոր է դարձել։ Ծնողները մտածում են, որ տղան այնուամենայնիվ հասկացավ, որ այնքան էլ ճիշտ չէ այսպիսի արկածով ծնողներին տանջել ու ոտքի հանել հանրապետությունը փրկարարական խմբերով։ Ձեն չհանեցի, մի հատ իրան գրկեցի, ինքը հասկացավ ու աչքերիս մեջ չէր նայում։ Այսինքն ինձ թվում է հասկացավ, որ չի կարելի մյուս անգամ։ Խորը adekvat երեխա է, ուղղակի մի քիչ փակ է, չի կիսվում։ Դրա համար մենք չէինք հասկանում, որ սենց բան կարող է անի ինքը։ Այժմ մտածում են, որպեսզի տղան ինքնուրույն չսուզվի սրբերի կյանքի մանրամասների մեջ, նրան մասնագիտական աջակցություն ցույց տան հոգևորականն ու հոգեբանը։ Ասում եմ, որտեղ ես քնել։ Ասում է, ես քարի վրա եմ քնել, բայց ոնց որ մի հատ դոշակի վրա փափուկ քնած լինեի։ Մայրիկին այնքան էլ դուր չի գալիս, որ Վահեին շատ է դուր եկել քարի վրա քնելը ու ոչինչ չուտելով կշտանալը։ Բայց Տիկին Գայանեն ասում է, եթե տղան որոշի հոգևորական դառնալ, թող մեծանա, դառնա հոգևորական ու տեղը անպայման ասի։ Քեզ չեն կարգելու, դու ոնց ուզում ես, բայց որ չի ասում տեղյակ չի պահել ծնողները, սա դաժանություն էր։ Տղայի ուսապարկում դպիրի շապիկներ, որի վրա խոտեր կային, հասկացանք, որ դրանով է շրջել։ Պայուսակում մեկ էլ նոր կտակարաններ, մի սրբապատկեր ու հաց։ Միջազգային լրահոսից Ուկրաինան այս գիշեր հրթիռային լայնածավալ հարձակման է ենթարկվել, տարբեր շրջաններում զոհերի ավերածությունների մասին է հաղորդվում։ Կիևն իր հերթին շարունակում է թիրախավորել Վայլդբերից ռուսական առաքման խոշոր ցանցի պահեստները, պնդելով, որ Մոսկվան դրանք որպես սանոթաչուների թաքստոց է օգտագործում։ Այսօր հրդեհվել է Վայլդբերիսի Պեմզայի մեծ մասնաճյուղը։ Հնգորիա դադարից հետո Միացյալ Նահանգների զինված ուժերն այս գիշեր 2 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին, թիրախավորելով հրամանատարական շտաբեր, հրթիռային և դրոնային օբյեկտներ։ Իրանն իր հերթին օդային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքներին։ Ընդամենը 2 օր առաջ նախագահ Թրամփը հավաստիացրել էր, թե լավ բանակցություններ են ընթանում Իրանի հետ, միաժամանակ զգուշացնելով, որ եթե դրանք ձախողվեն, պատերազմն անխուսափելի կլինի։ Կողմերի միջև միջնորդական առաքելություն ստանձնած Պակիստանն այսօր հայտնել է, որ բանակցությունները շարունակվում են առանց լրացուցիչ մանրամասների։ Եվ ֆուտբոլ հայկական ակումբները շարունակում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, Ալաշկերտն այսօր ուժերն է չափում ռումինական Կլուժի հետ։
Առաջին խաղը Երևանում ավարտվեց ոչ ոքի, մեր թղթակից Մարինե Խաչատրյանը Կլուժ-Նապոկա քաղաքում է, այստեղ որոշվելու է այս դիմակայության հաղթողը։ Այս կադրերը Ալաշկերտի կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում ղազախական թիմի արգելքը հաղթահարելուց հետո են։ Եվրագավաթային ուղին Ալաշկերտն այժմ շարունակում է ռումինական ՉՖՌ Կլուժի հետ։ Առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց ոչ ոքի, իսկ այժմ գտնվում ենք Կլուժ-Նապոկա քաղաքում, որտեղ էլ կորոշվի այս դիմակայության հաղթողը։ Իրոք ծանր հանդիպումը առաջի, բայց ժամանակ ունենք, հասցրել ենք վերականգնվել, վերլուծել հենց առաջի խաղը, ինչ որ շտկելու բան կար, ամեն ինչ արել ենք ու լիովին պատրաստ ենք պատասխան հանդիպմանը։ Թիմը պատրաստ է, ամենակարևորը մենք տեսնում ենք, որ խաղից խաղ պրոգրես կա, եթե սկսենք առաջի խաղից մեր եվրոգավաթային ու գանք հերթով, ամեն խաղի մենք ավելացնում ենք, այսինքն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք ու միանշանակ մենք պետք է ակնկալենք, որ վաղ ավելի լավ են խաղալու, քան Երևանում։ Կլուժը բավականին փորձառու որակյալ թիմ է, կոնի վրա հաջորդ փուլ դուրս գալու ուղեգիրն է դրված, հետևաբար մենք իրավունք չունենք պատրաստվենք ինչ որ մի ձևի։ ЧՖՌ Կլուժը այս պահին լուրջ խնդիրներ ունի եւ դա մենք տեսանք նաեւ Երևանում կայացած առաջին խաղում։ Ալաշկերտը զգալի առավելություն ուներ, հատկապես առաջին կեսում շատ հնարավորություններ ստեղծեց։ Չնայած ոչ ոքին, ինձ թվում է կարելի է պատասխան խաղում այդ հաջողությունը զարգացնել։ Հասկանալի է Կլուժը փորձառու կազմ ունի, Կլուժը խաղալու է իր երկրպագուների ներկայությամբ, բայց այս Ալաշկերտը ապացուցել է, որ նաև արտագնա խաղերում կարող է մրցունակ լինել։ Ինձ թվում է լավ շանս է օգտվելու Կլուժի ներկայիս վիճակից եւ շրջանցելու նրան։ Եվրագավաթային պայքարն այսօր շարունակում են նաև Փյունիկը, որը խաղում է Հունգարիայի Դեբրեչենի հետ եւ Նոան, որի մրցակիցն է մոլդովական Զիմբրուն։ Արդյունքների մասին մեր թղթակից Մարինե Խաչատրյանը կհաղորդի արդեն վաղը։ Իսկ եթերում այսքանը, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում, կհանդիպենք։